Մենք ուզենք, որ մեր ստադիոնը վերականգնվի, որ մենք կարողանանք օրինակ Ագարակի, Ղափանի, Սյունիքի դեմ կարողանանք ֆուտբոլ խաղանք։ Ուզում եք, որ ձեր տարածքում մրցումներն անցկացվի արդեն։ Այո։ Ուզում եմ մրցաշարերը շատ մարդիկ գան մեր Սյունիքի Մեղրի դաշտում ֆուտբոլի առաջնությունները անցկացնեն։ Մեղրիում լավ մարզադաշտ եղել է, շատ լավ մարզադաշտ եղել է, մի փոքր թեգություն ա եղել։ Շինարարություն պետք է անեին դզեին, հիմա իրանցից պատճառ են բռնել, թե հանցած շամփա, բայց նախկինում Ընձակ Մարգարյանի գլխավորությամբ զրոյից այդ մարզադաշտը սարքել է շատ լավ մարզադաշտ էր։ Մի փոքր ծախսերով հնարավոր է դա բոլորի վերականգնել։ Փոքր ծախսով կարելի է դա վերականգնել։ Ահագին էլ շինարարություն են արել, քանդել, մանդել, ինչարել, կիսատ պահել, պատճառաբանում են, որ տակը շամբա, բայց շամբան բել չկա։ Լենինգրադը շամբի վրա են կառուցել։ Լենինգրադ քաղաքը, Սանկտ Պետերբուրգը շամբի վրա են կառուցել, Մեղրիում է շամբ։ Մեղրիում շատ անհրաժեշտ է մարզադաշտը, շատ անհրաժեշտ է, ինչ գեղեցիկ է խաղահրապարակում է գեղեցիկ, երեխաները խաղում են իսկ այլացած, մի հատ ավելակ էր։ Դե մարզադաշտը բան արեցի, որ սարքեն այդպես կիսատ ամնացել էլի չգիտեք, ոնց կան ինչ կան։ Որքանով է կարևոր մարզադաշտի վերակառուցումը։ Դե երեխաների համար կարևոր է, էլի որ երեխաները գոնե խաղանեն, զբաղվեն էլ երեխեքը։ Մարզադաշտը քանդել են, վերանորոգում են, տրիբունաներ են սարքում, ունեցել է, քանդել են կիսատը պես մնում է, բայց կանեն էլի, դա ինձ թվում է կանեն։ Մարզադաշտը, այո, արդեն շուրջ 2 ամիս է հաղթողը կա, մարզադաշտի նախագծի մեջ եղել են բավականին սխալ նախագծեր, որը մեկ նորից պատվիրել ենք, նորից ուղում են կատարում, հարցը լուրջ չի, ուղղակի նախագծի մեջ եկել եմ կրկնում, սխալներ են եղել, փոփոխություններ ա կատարվում, շինարարը իր ժամանակին խոստացել է, որ հանձնի։